2008 թվականի ամռանը 10 հայ 20-ից 50 տարեկան իրար համարյա ծանոթ Երևանից, Մոսկվայից ու Լոս Անջելեսից հավաքվեցին Թուրքիայի գավառական Իղդիր քաղաքում, որպեսզի քուրդ ուղևորների ուղեկցությամբ բարձրանան Արարատ լեռան գագաթ։ Մենք վարձել ենք թուրքական համարանիշներով մեքենա, թաքցնելով մեր ազգությունը, շորերի տակ պահելով մեզ հետ վերցրած հայկական դրոշները։ Մենք ուխտագնացություն ենք անում մեր սրբատեղի, թաքուն, ինչպես բաժանված սիրահարներ, որ շտապում են գաղտնի հանդիպման։ Մենք տուն ենք վերադառնում դեպի մեր օրանը, բայց կարծես գող կամ մաքսանենք լինեինք, որ խուսափում են թուրքական պահակակետերից, որոնք սվիններով ու փշալարով բաժանում են մեզ մեր սարից։ Առաջին հրաշքը տեսանք առաջին իսկ օրը, ավելի ճիշտ լուսաբացին։ Ճանապարհ ընկնելով մթնշաղին մենք տեսանք արևածագ Արարատի վրա։ Ամեն մի հայ երեխա կյանքում գոնե մեկ անգամ կավիճով, ածխով կամ ներկով նկարած կլինի այս պատկերը Սուրբ Լեռան երկու կատարների արանքից ծագող արևը։ Իրականում Հայաստանի այն մասը, որը պահպանվել է Եղեռնից հետո եւ որտեղ մենք ծնվել ու մեծացել ենք, գտնվում է սարից դեպի հյուսիս-արևելք, ուստի մենք միշտ միայն մանրամուտն ենք տեսնում Արարատի վրա։ Ահա թե ինչու այս արևածագը լուսաբացին մեզ հրաշք տված։ Բացի այդ, Արարատի գագաթներն այստեղ փոխվել էին տեղերով։ Փոքր կատարը Սիսը այժմ աջից էր, իսկ մեծ սարը Մասիսը հայտնվեց ձախից։ Եվ միայն արևն էր ճիշտ իր տեղում, նրանց արանքում, ինչպես մանկական նկարներում։ Քուրդ ուղևորներն ընտրեցին առավոտյան այս ժամերը ոչ թե զգացմունքային նկատառումներով, այլ զուտ այն պատճառով, որ այդ ժամանակ հերթափոխ է թուրքական պարեկախմբերում և հույս կա անցնելու չհանդիպելով զինվորներին։ Չէ որ Արարատը կանգնած է ոչ միայն Հայաստանի, Թուրքիայի ու Իրանի սահմանին, այլև տարիներով հանդիսանում է թուրքական բանակի և քուրդ ապստամբների զինված բախումների գոտի։ Դրա մասին են վկայում քրդերի դատարկ տները, ճանապարհի եզրին, որ պարբերաբար պայթեցվում են թուրքերի կողմից այս չհայտարարված քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Մեզ համար երկրորդ անակնկալն այն էր, որ երկկատար թվացող Արարատը իրականում բաղկացած է երկու միանգամայն առանձին լեռներից։ Հետո ես հասկանում, որ այստեղ սխալ չկա։ Մարդկային պատմության ամենասկզբից, համաշխարհային ջրհեղեղից ի վեր, Արարատ անվանումը վերաբերում է հայոց սրբության հենց զույգ գագաթներին։ Աստվածաշնչում ասված է. «Եվ կանգ առավ տապան 7-րդ ամսին, ամսվա 17-րդ օրը Իլիառն Արարատի»։ Բայց երկու լեռներն էլ ունեն իրենց սեփական անվանումները։ Մեծ սարի Մասիս անունը հնդեվրոպական ցանկացած լեզվի մեջ ունի համահունչ հոմանիշներ, որ նշանակում են մեծ, հսկայական, մասսիվ։ Պատմության գլխավոր լեռը դարձած Մասիսը խորհրդանշում է ուժն ու հզորությունը, բնության արական, հայրական սկիզբը։ Փոքր լեռը նույն հինավուրց պարզությամբ ու թափանցիկությամբ կոչվում է Սիս, այն կապված է իգական, մայրական սկզբի հետ և բոլոր եվրոպական լեզուներով թարգմանվում է Կուրցկ։
Նրա կանացի կոնաձև բարձունքը հեռվից իսկապես նման է կնոջ կաթով լի կրծքի։ Այսպես, միավորելով իր մեջ առնականն ու կանացին, ուժն ու քնքշանքը, արիությունն ու գեղեցկությունը, Մասիսն ու Սիսը կանգնած են աշխարհի կենտրոնում, 5 ծովերի ու 3 լճերի արանքում, որպես երկկատար Արարատ, մարդկության փրկիչ և օրան։ Միթե պետք է բացատրել, ինչու հայերը, որ 5000 տարի ապրում են այս լեռան ստորոտին, համարում են այն իրենց սրբությունն ու խորհրդանիշը։ Միթե պետք է բացատրել, թե ինչու մենք առաջին իսկ հնարավորության դեպքում ոչ ջանք, ոչ փող, ոչ էլ ժամանակ ենք խնայում, միայն թե հասնենք մեր լեռանը ու բարձրանանք նրա և մեր գագաթները։ Հայր մեր, որ երկինս ես սուրբ եղեցի անուն քո, եղեցի արքայություն քո, որպես երկինս և երկրից, զոհած մեր անձնազոր, դուր մեր այսօր, և թող մեզ սպարտիզներ, որպես մենք թվում մեր այսպարտապանած, և մի դարություն ես իքորցություն, արկեր նույնս չարեց, Ամեն։ Մեր ճանապարհորդությունը սկսվեց 7-րդ ամսվա վերջին օրը, հուլիսի 31-ին։ Կարծես անառակ որդիներ լինեինք, որ երկար ճանապարհից հետո տուն գալով ու հեռվից տեսնելով ծնողներին, նետվեցինք նախ մոր մոտ, դեպի Սիսը։ Այստեղ կարծես ոչինչ չի փոխվել վերջին 100 տարվա մեջ, ինչպես և հազարավոր և միլիոնավոր տարիների ընթացքում։ Մասիսն ու Սիսը քնած հրաբուխներ են, ինչպես և հայոց լեռնաշխարհի հարյուրավոր այլ լեռներ։ Երկրի վրա կյանքը սկսվեց հենց հրաբուխների շնորհիվ։ Նրանց ժայթքումները հազարամյակներով ստեղծում էին այն մթնոլորտը, որի օդով մենք շնչում ենք։ Հրաբխային ամպերը կուտակում էին ջուրը և բաց թողնում այն անվերջ անձրևներով, որ լցնում էին գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները։ Հրաբխային մոխիրը ծածկում էր քարերն ու պարարտ հող էր ստեղծում, որտեղ պետք է աճեին ծաղիկները, ծառերն ու խաղողը։ Սակայն այստեղ, Արարատի ստորոտներին, մոլորակը մնաց այնպիսին, ինչպիսին ստեղծման ամենասկզբին էր, իբրև հիշատակում արարման։ Արարատը նման է մայր երկրի ծննդատանը։ Այստեղ, դեպի երկինք տանող ճանապարհի կեսին, ամենուրեք սփռված են քարեր, որոնք կարծես դուրս են մղվել երկրի արգանդից, մոլորակի խորքից։ Նրանք մնացել են այստեղ որպես մի ահռելի երկունքի պատճառով ընդերքից դուրս պրծած ու քարացած հետքեր։ Սև գույնը գերիշխում է այստեղ։ Այն ներկում է ժայռերն ու բույսերը, կենդանիներին ու թռչուններին։ Անգամ սարից թափվող առուներն են սև հետք թողնում։ Սևը 4 հիմնական գույներից մեկն է Արարատի վրա։ Մնացած 3-ն են Մասիսի գագաթի հրավուր սպիտակը, մոտեցող երկնքի մուգ կապույտը և արևի տակ չորացած խոտի դեղինը։ Անգամ ծաղիկները, որ երբեմն պատահում են այստեղ, կրկնում են այս 4 գույների երանգները։ Ծաղիկներն ինձ ևս մի դաս են տվել։ Ես նկատեցի, որ Արարատի լանջերին ծաղիկները միշտ աճում են ոչխարների արահետներում և սովորաբար գոմաղբի կույտերի միջից։ Եվ սա բնական է։ Այս քարե անապատում ձիերն ու ոչխարները հաճույքով են ծաղիկ ուտում։ Հետո
դրանց սերմերը գոմաղբի հետ հայտնվում են նոր տեղում ու ծաղկում են նորից։ Ծաղիկները, ամենագեղեցիկն ու վեհը, անկախտելի կապով կապված են գոմաղբի մի կիղտոտ ու ամոթալի բանի հետ, և հանկարծ հասկանում ես, որ կյանքում, ինչպես և բնության մեջ, ստորն ու վեհը իրականում միավորված են ու չեն կարող գոյատևել առանց իրար, և սա էության մեծագույն ու պարզ գաղտնիքներից մեկն է։ Սիսը դժվարամատչելի է, ինչպես յուրաքանչյուր իսկական կին։ Լեռան զառիթափությունը ոչ մի պահ թույլ չէր տալիս մեզ ուղղել մեր մեջքը։ Մենք մագլցում ենք ամբողջ օրը կռացած, ինչպես ծառաներ, որ մշտապես խոնարհվում են իրենց տիրուհու առջև։ Շունչ քաշելու համար ստիպված ենք պառկել երեսնի վեր։ Բացի այդ, այս հսկա բուրգի գագաթը շրջապակված է ժայռերով, որ նման են ասպետական ամրոցների։ Մենք բարձրանում ենք և կարծես թե բերդ ենք պաշարում, բայց Արարատի փոքր կատարը միաժամանակ և բերդ է, որ պահպանում է դիցուհուն, և ինքը դիցուհին է։ Սակայն մեզ այստեղ շնորհված գլխավոր հրաշքը մեծ լեռան պատկերն էր, Սիսի կատարից երևացող Մասիսի պատկերը։ Մենք գիտեինք, որ լեռն անընդհատ փոփոխվում է, կախված նրանից, թե որ կետից ես նայում։ Մանկուց մեզ հայտնի Արարատի տեսարանը բոլորովին այլ է։ Իսկ այստեղ հնարավոր չի ասել, թե այն պակաս կամ ավելի գեղեցիկ է։ Սիրած լեռը, ինչպես և սիրած կինը, պակաս սքանչելի չէ, եթե նայես նրան ոչ թե դիմացից, այլ մեջքից։ Բայց Մասիսը, մերթ ամպերով ծածկված, մերթ մշուշի միջից թափանցող, ինչպես տեսիլք, Սիսի բարձունքից զարմանալիորեն նման է հենց Սիսին։ Նեղ, համարյա կատարյալ մի կոն, որն այստեղից հարավային կողմից բոլորովին էլ նման չէ մեզ ծանոթ, լայնալանջ ու երկարաձիգ ժայռին։ Ալեհեր հայր Արարատը մեզ ցույց տվեց այստեղ իր անսպասելի պատանեկան պատկերը։ Սիսի գագաթին քարերի վրա պահպանվել են մեծ թվով գրեր, որ թողել էին դեռևս 19-րդ դարում ռուսական բանակի զինվորականները, Սուրբ լեռը Պարսկաստանից խլելուց հետո։ Այսօր լեռը նորից գերության մեջ է, այս անգամ Թուրքիայում։ Դա հիշեցրեց մեզ, որ մենք ճանապարհի կեսն ենք միայն անցել ու պետք է իջնել նոր վերելքի համար։ Դեպի գլխավոր գագաթը։ Արարատի փեշերին անանուխի քաղցր բույր կար։ Ես սկզբից չէի հասկանում, որտեղից կարող էր նման մեղմ ու նուրբ բուրմունքը հայտնվել այս ուղղահայաց անապատում։ Հետո կռահեցի, խոտն այստեղ հագեցած է բուրավետ դաղցով ու անանուխով, և հոտը բարձրանում էր իմ ընկերների ոտնատակերից, որ հոգնած քայլում ու տրորում էին ստորոտների մարգագետինը։
Ես տեսա մի քարաբզեզ, որին հին Եգիպտոսում նաև սրբաբզեզ էին անվանում։ Նա ջանադրաբար վեր էր քարշ տալիս իր տարօրինակ բեռը, գոմաղբի փոքր գունդը, ընկնում գլորվում էր ցած, բայց նորից վեր էր կենում ու համառորեն գնում առաջ։ Արջևում սավառնում էր Արարատի կատարը։ Ես մտածեցի, ինչ նման ենք մենք հայերս այս քարաբզեզին։ Մեր ամբողջ կյանքում և մեր ողջ պատմության ընթացքում գնում ենք դեպի Արարատ, հետներս քարշ տալով մեր վշտալի բեռը, մեր կահ կարասիքը, ընկնելով, բայց վերստին ոտքի կանգնելով ու գնալով առաջ։ Արարատը քնած հրաբուխ է, ժայթքումից հետո քարացած մի պայթյուն, որը խճաքարերի է բաժանվում քանդվում ամեն մի քարաբեկորի հոսքից, ձնհալից, անձրևից։ Յուրաքանչյուր քայլը ճեղքում ու քանդում է այս լեռը։ Ոտքերի տակից ընկնող քարերի մշտական որոտը կարծես պատկանում է հեքիաթային մի հսկայի, որը տնքում է ցավից։ Ահա թե ինչու չի կարելի բարձրանալ Արարատ որպես անհոգ զբոսաշրջիկ, չհասկանալով ուր ես եկել ու ինչ գին է արժենում նրան քո ամեն մի քայլը, եթե անում ես դա անիմաստ կերպով, առանց սիրո, առանց վախի, առանց ցավի։ Քանզի լեռան հաղթահարումը նպատակ չի կարող լինել։ Արարատն ընդհանրապես անհնար է հաղթահարել։ Կարելի է միայն հանձնվել ու տրվել նրան։ Կեսօրին հեռվում ահավոր աղմուկ լսվեց։ Դա ոչ թե ընկնող քարերի որոտն էր, ինչին մենք արդեն սովորել ենք 2 օրվա ընթացքում, այլ մոտեցող մռնչոց, որը շուտով վերածվեց ջրի, քարերի ու ավազի հետ խառնված մի խելագար հեղեղի, որը թափվում, փշրվում էր կողքի ժայռից։ Դա Արարատի հերթական հրաշքն էր, ցերեկային ջրվեժը, որն առաջանում է կատարի սառցադաշտերի ձնհալից և կեսօրին հասնում է լեռնային գետի մեծության։ Երեկոյան ժամերին ձյունը սառչում է ու կեսգիշերին ջրի հոսքը կտրվում է, որ մյուս կեսօրին կրկին ցատկի ժայռից սրընթաց հեղեղով։ Ոչ մի տեղ ու ոչ մի անգամ ես չէի խմել այսպիսի կենդանի ու հզոր ջուր, որ հոգին ազատում է վախից ու հոգնածությունից, իսկ մարմինը լցնում է երջանկությամբ։ Գիշերը հյուրընկալվել էինք քուրդ հովիվների ընտանիքում։ Նրանք շատ բան են սովորել մեր սարից, այն, ինչ մենք մեզ թույլ ենք տվել մոռանալ բաժանման տարիներին։ Չոր հացն ու տաք թեյը, որ նրանք կիսեցին մեզ հետ, նրանց աղքատ կենցաղն ու զուսպ արժանապատվությունը հիշեցնում են մեզ, որ մենք պետք է վերստին սովորենք նայել ու տեսնել, լսել ու լռել, գնահատել անհրաժեշտն ու հրաժարվել ավելորդից։ Սովորական դարձած ոչ մահացու մեղքերն այստեղ մահաբեր վտանգի են վերածվում։ Լեռը մեզ վերստին սովորեցնում է ամեն ինչ։ Օրինակ այն, որ չի կարելի շատ ուտել ու խմել և ոչ միայն այն պատճառով, որ ուտելիքն ու խմելիքն այստեղ շատ չեն։ Ավելորդություններն ուղղակի վտանգավոր են լեռան վրա, 3 երկրների սահմանին, հավերժ ձյուների մոտ, երկրի ու երկնքի արանքում։
Սարը տեղ չի թողնում դատարկ խոսքերի ու ապուշ արարքների համար։ Շրջակա գեղեցկությունից, լռությունից ու հավերժությունից ընկճված մենք Սարից կամաց սովորում ենք լռել ու լսել նրան, այլ ոչ թե խոսել, վիճել կամ հիմարություններ դուրս տալ։ Բացի այդ, Սարը սովորեցնում է ճիշտ շնչել, քանի որ այստեղ ավելորդ օդ չկա, իսկ շնչել լավ է լուռ։ Մեկ էլ Սարը սովորեցնում է ճիշտ քայլել։ Ինձ թվում էր, ես գոնե դա գիտեմ անել, ինչպես բոլորը, բայց Սարը սովորեցնում է քայլել այնպես, ինչպես միայն կարելի է քայլել Սարի վրա, մտածելով ամեն քայլից առաջ, ինչպես շախմատ խաղալիս, ընտրելով, թե որտեղ կարելի է ոտքը դնել, քանի որ ամեն սխալ քայլը առաջացնում է մանր քարերի հեղեղ, որ թափվում է քո հետևից եկող մարդկանց վրա եւ ապա դառնում է մի ամբողջ սողանք, իր հետ տանելով ավելի ու ավելի մեծ քարե բեկորներ, դղրդոցով լցնելով շուրջ բոլորը, մինչև որ չհանգչի մոտակա անդունդի մեջ։ Ընտրելով Արվակի ակունքը մոտ 4000 մետր բարձրության վրա, ես դեմ անդիման ելա հսկայական առյուծի կամ սֆինքսի տեսքով քարացած մի ժայռի։ Ես դեռ չգիտեի, որ շուտով, ինչպես եւ Արարատ բարձրացող ամեն ոք, ստիպված կլինեմ պատասխանել լեռան այս պահապանի հարցերին։ Մենք սկսեցինք վերելքը օգոստոսյան շոգ կեսօրին, թեթև քայլելով քարե արահետով։ Ես 45 տարեկան էի, կարծում էի, որ կյանքիս բարձունքը դեռ առջևում է, ու ես բավականաչափ ջահել եմ եւ ուժեղ, որ հասնեմ գագաթին ու վերադառնամ։ Այսպես անցավ մի օր ու եկավ գիշերը։ Խավարում մենք շարունակում ենք վերելքը։ Ես չնկատեցի, թե ոնց կորցրեցի ինքնությունս, իմ եսը, ոնց մոռացա անունս ու հասցես, փեշակս ու կենսագրությունս։ Հոգնածությունից ու լարվածությունից ես զրկվում էի այն ամենից, ինչ վաստակել ու իմացել էի կյանքում։ Ես դառնում էի ուղղակի մի մարդ արարած, ինչ-որ մահկանացու մի անորոշ խորհրդանիշ, սֆինքսի հին հանելուկից, այն ինչն է ինչը, որ լուսաբացին շարժվում է չորեքթաթ, ցերեկը զույգ ոտքով, իսկ երեկոյան երեքով։ Երևի թե հենց այս հարցն է, որ Մասիսի քարե պահապանը լուռ տալիս է բոլոր նրանց, ովքեր ձգտում են գագաթը բարձրանալ։ Հին առասպելում Էդիպոսը կռահել էր պատասխանը, սակայն այստեղ կռահելը դեռ քիչ է, անհրաժեշտ է սեփական փորձով ինքդ քեզ ապացուցես քո պատասխանը, չէ որ Սարը ինքն է որոշում, ում թողնի իր մոտ, ում ոչ։ Մենք սկզբում գնում էինք հեշտ ու թեթև, ինչպես ուժեղ ու հասուն տղամարդիկ են քայլում իրենց պինդ ու թեթև ոտքերով։ Ճանապարհի կեսից մենք այլևս չէինք կարողանում առաջվա պես շարժվել, ստիպված հենվում էինք փայտին եւ խրելով այն ավազի ու սառույցի մեջ, հերթով ձգում քաշում էինք մեր ոտքերը, սկզբից մեկը, հետո մյուսը։ Մեկ օրվա ընթացքում մենք կարծես ապրեցինք մեր կյանքի կեսն ու ծերացանք կիսով չափ։ Ու հիմա քայլում ենք սֆինքսի առեղծվածի այն ծերունու պես, որը երեկոյան քարշ էր գալիս 3 ոտքով։ Երբ մինչև գագաթը մնացել էր մոտ 300 քայլ, ես այլևս վիճակի չէի տեղաշարժվել անգամ այսպես։ Իջա չորեքթաթ ու սկսեցի սողալ, ոչ թե կենթանու, այլ նորածին մանկան պես։ Ինչու են մարդիկ լեռ բարձրանում։ Լեռը երկրի վրա երկնքին ամենամոտ վայրն է, ամենակարճ ուղին, երկրային կյանքից դեպի տիեզերքի անկենդանությունը։
Միգուցե մարդու հավերժական ձգտումը դեպի լեռները ընդամենը գայթակղություն է կյանքի ու մահվան առեղծվածով։ Լեռ բարձրանալով մարդը մեկ օրում հասնում է անցնել իր կյանքի ողջ ուղին, տաք հովիտներում ծննդյան օրից մինչև կատարի մահացու սառնությունը։ Ինչ որտեղ լեռ մագլցելու գաղտնի իմաստը մահից դեպի կյանք վերադարձի կարճատև երջանկության մեջ է։ Սա սնափառություն չէ, այլ մահկանացուի մահացու ցանկությունը, մահը ճաշակել, կյանքի օրոք և մնալ կենդանի։ Բայց այս ամենը չի բացատրում հայերի յուրահատուկ ձգտումը դեպի Արարատ։ Մենք գալիս ենք այստեղ, բերելով մեզ հետ մեր հազարամյա պատմության ողջ բեռը, անցյալի ողջ ցավը և ապագայի հույսը։ Արարատը հայերի համար մի վայր է, որտեղ իրականանում են բոլոր իղձերն ու ցանկությունները։ Սակայն հասնելով գագաթին, դու անկարծ հասնում ես այնպիսի պայծառության ու պարզության, երբ ցանկությունները այլևս չեն մնում, ու չկա ավելի մեծ ցանկություն, քան այն, որ կատարվեց հենց հիմա, այստեղ։ Դու այստեղ ես։ Այստեղից քո բոլոր ճանապարհները տանելու են միայն ներքև։ Սա է բարձրագույն կետը, ու եթե ոչ աշխարհագրության, ապա հաստատ քո անձնական կենսագրության մեջ, քո կյանքի ու ճակատագրի գագաթը։ Ճանապարհի վերջը դարձավ սկիզբ։ Արարատի գագաթին ես ընկա ու լաց եղա, ինչպես նորածին երեխա, ցավից ու երջանկությունից, վախից ու ազատությունից, հոգնածությունից ու մենակությունից։ Այդ պահին ես ծնվեցի։